Այսպիսի խոտածածկ տարածքներում քարերի տակ թփուտների մոտ ամռան շոկորերին օձեր հանդիպելու հավանականությունը էլ ավելի է մեծանում, սակայն մասնագետները պնդում են, եթե պահպանվեն անվտանգության ամենապարզ կանոնները, ապա վտանգից հնարավոր կլինի խուսափել։ Իսկ ինչ անել, եթե այնուամենայնիվ օձը խայթել է, ինչպես ցուցաբերել առաջին օգնություն եւ ինչ չի կարելի անել, կպարզենք միասին։ Ամռան կիզից շոկին, երբ շատերը իրենց հանգիստն անցկացնում են բնության գրկում, անտառներում, լեռնային հատվածներում կամ գետերի ափերին, ավելի մեծանում է օձերի հետ հանդիպելու հավանականությունը, սակայն մասնագետները պնդում են, խնդիրը ոչ թե այն է, որ օձերն են դարձել ավելի ագրեսիվ, այլ այն, որ հենց մարդիկ են այս օրերին ավելի հաճախ հայտնվում նրանց միջավայրում։ Ինչպես նշում է Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մայոր Գուրգեն Ասլանյանը, օձերի ակտիվ շրջանը սկսվում է գարնանը, իսկ ամռանը մարդկանց եւ սողուների ճանապարհներն ավելի հաճախ են հատվում։ Գարունից սկսած կարելի ասել, ձմեռվանից հետո արդեն սկսում է ինչպես բոլոր կենդանիների, այնպես էլ օձերի ակտիվությունը։ Ամառը մարդկանց օձերի, այսպես ասած, կապը հիմնականում ակտիվանում է նրանով, որ մարդիկ են ավելի շատ դեպի բնություն գնում են դեպի օձերը։ Նախ եւ առաջ բոլորին պետք է հիշեցնել եւս մեկ անգամ, որ օձերը մեր ընդհանուր բնության, մեր կենցաղի, մեր շրջակայքի անբաժան մասնիկն են, ուստի այդ վախի գործոնը թող շատ մարդկանց չանհանգստացնի, որովհետև շատ ավելի վտանգավոր կենդանիներ կան մեր շուրջը եւ պետք է ուղղակի համերաշխ ապրել բոլոր կենդանիների բնության երևույթների, այդ թվում նաև օձերի հետ։ Շատերին թվում է, թե օձերը հատկապես կեսօրին են ամենաակտիվը, սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Տարբեր տեսակներ ունեն իրենց կենսակերպը, օրինակ Հայաստանում առավել վտանգավոր համարվող գյուրզան կիզիչ արևից խուսափում է թաքնվելով քարայրներում, խիտ բուսածածկի կամ ջրային հատվածների մոտ։ Այդ պատճառով օրվա ամենաշոգ ժամերին նրան հանդիպելու հավանականությունը նույնիսկ նվազում է։ Հայաստանում չկա այդպիսի օձ, որը մարդուն դիտարկում է որպես ուտելիք կամ որպես որս, այսինքն մարդիկ հիմնականում օձի հետ դժբախտ պատահարների իրավիճակներում հայտնվում են անփութության, անզգուշության, պատահականության նման գործոնների ազդեցության տակ, երբ որ պատահաբար տրորում են կամ օձը հոգեբանական լարման տակ զգում է ինչ-որ հարձակման վտանգ կամ պաշտպանում է իր բույնը կամ ձագերին, հիմնականում այդպիսի ռեֆլեքսիվ հարձակումների արդյունքում են տեղի ունենում այդ դժբախտ պատահարները։ Մայոր Գուրգեն Ասլանյանը հիշեցնում է, Հայաստանում չկա այնպիսի օձ, որը մարդուն դիտարկի որպես որս կամ նպատակաուղղված հետապնդի նրան։ Դժբախտ պատահարների մեծ մասը տեղի է ունենում պատահականության հետևանքով, երբ մարդը չի նկատում օձին, տրորում է կամ մոտենում թաքստոցին։ Հենց այդ պահին ինքնապաշտպանության բնազդով օձը կարող է խայթել։ Հատկապես արշավների ժամանակ կարևոր է ուշադիր քայլել, խուսափել խիտ խոտածածկ տարածքներում կողքի շարժվելուց եւ մշտապես հետևել ճանապարհին։ Իսկ ինչպես տարբերել թունավոր եւ ոչ թունավոր օձերին։ Շատերը փորձում են դա անել արտաքին տեսքով, սակայն մասնագետները զգուշացնում են, նման փորձերը կարող են վտանգավոր լինել։ Օձերի, թունավոր օձերի աչքերի բիբը կատվածև է, այսինքն կլոր չի լինում, լինում է կատվածև եւ գլուխը լինում է վառ արտահայտված եռանկյունի։ Պոչը կտրվում է միանգամից, այսինքն համաչափորեն չի բարակում, միանգամից կտրվում է, չնայած էլի եմ ասում, քանի որ օձին հիմնական տեսնելուց այդքան ժամանակ չի լինում այդպես ուշադիր զննել աչքի բիբը եւ նմանաբաներ, ու ասեմ, որ Հայաստանում կա գյուղզային շատ նման իր երանգներով օձ, դա սահնոցն է, որը մարդիկ 90% դեպքերում շփոթում են գյուղզայի հետ։ Իր գունային երանգավորմամբ շատ նման է, պետք է այսպես ասած լավ հասկանալ, այս ժամանակ ունենալ, տեսնել, երբեմն լինում է, որ կիսամութ տարածքում մեր տղաները նույնպես շփոթում են, այսինքն եթե լավ լուսավորված չի լինում տարածքը, ինքը շատ նման է, որը որ լիովին անվտանգ օձ է թունավոր լինելու տեսանկյունից, գյուղզայից շատ ավելի հեռու է թունավորության աստիճանով, շահմար, սահնոց, այդ տեսակի օձերը շատ տարածված են Հայաստանում։ Սակայն եթե այնուամենայնիվ օձի խայթոցից հնարավոր չի եղել խուսափել, ամենակարևորը ճիշտ առաջին օգնությունն է։ Հենց առաջին րոպեներին թույլ տված սխալները կարող են ավելի վտանգավոր լինել, քան բուն խայթոցը։ Անհապաղ ինչ գործողություն էլ արվի, լոգիկան պետք է գնա այնտեղ, որ այդ մարդուն հնարավորինս րոպե առաջ պետք է հասցվի հիվանդանոց։ Հիվանդանոցների գերակշիռ մասը զինված են հակաթույներով, շատ գովելի, շատ մարդու համար մեծ օգուտ կլինի, որպեսզի ներկանայից որևէ մեկը կարողանա նկարագրել, թե ինչ օձ է խայթել,
դա շատ, այսպես ասած, մի քանի քայլ առաջ կընկնի այդ մարդու բուժումը։ Հիմնականում թունավոր դա իժերն են եւ գյուրզաներն են Հայաստանում, վտանգ իրենցից, այսպես ասած, տարածումով հիմնական ներկայացնում են գյուրզաները։ Մնացած խայթոցները ոչ թունավոր օձերի, նույնիսկ խայթած հատվածը շատ հեշտ է հասկանալ, վառ արտահայտված 2 կամ 1 շանիքի անցքի բացակայությունը, այսինքն սիմետրիկ ատամների, այսպես ասած, կծված վերքը, խոսում է նրա մասին, որ ոչ թունավոր օձ է, եւ դրա վտանգը նույնն է, ինչ որ պայմանական, ասենք, կատուն կծի կամ, այսինքն մաքսիմում ինչ որ ինֆեկցիաներ եւ այլն, թույնի արկայություն չկա, խոցելիություն չկա։ Չնայած մարդկանց վախերին, օձերը կարևոր դեր են կատարում էկոհամակարգում, նրանք կարգավորում են կրծողների թվաքանակը եւ անփոխարինելի օղակ են կեսաբազմազանության շղթայում։ Այդ պատճառով մասնագետները կոչ են անում փոխել հասարակական վերաբերմունքը, հասկանալով, որ օձ սպանելը ոչ թե սխրանք է, այլ վնաս բնությանը։